Այս շաբաթն էլ բացառություն չէր։ Ռուսաստանից դարձյալ հնչեցին մեղադրանքներ եւ զգուշացումներ ուղղված Հայաստանի Հանրապետությանը կապված Եվրամիությանն անդամակցելու նպատակների հետ։ Ռուսաստանում կարծում են սկսվել է այդ գործընթացը եւ Հայաստանը ցանկանում է միանալ Եվրոպական միությանը։ Նման հայտարարություններ այս անգամ արել է այդ երկրի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը։ Այդ զգուշացումների եւ սահմանափակումների ֆոնին Հայաստան այցելեց Եվրահանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մի շարք կարևոր ուղերձներ հղեց թե Ռուսաստանին եւ թե Հայաստանին։ Ռուսաստան-Հայաստան Եվրամիություն հարաբերություններում խորացող տարաձայնությունների շուրջ շաբաթվա զարգացումներին հետևել է Տիգրան Հովակիմյանը, Տիգրանն այս պահին տաղավարում է։ Տիգրան, կարծես թե Ռուսաստանից հնչող զգուշացումներն ու հայտարարություններն այլևս անսպասելի չեն եւ վերլուծաբաների գնահատմամբ նման սպառնալիքներ Երևանին գրեթե ամեն շաբաթ են հնչում։ Ինչ ուղերձներ էր այս անգամ փոխանցում Միխայել Գալուզինը։ Այո, Վահագն, նման հայտարարություններն արդեն անսպասելի չեն եւ ինչպես նշեցիր, այս անգամ էլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը, կրկնելով Մոսկվայի հիմնական ուղերձները, նշեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ Եվրասիական տնտեսական միությունում եւ գնալ դեպի Եվրամիություն այս ուղին ընտրել, քանի որ դրանք երկուսը անհամատեղելի են։ Նա նաև ընդգծեց, որ այս մտահոգությունը միայն Մոսկվան Ռուսաստանը չի կիսում, այլ նաև ԵԱՏՄ մյուս անդամները՝ Բելարուսը, Ղազախստանը եւ Ղրղստանը, քանի որ նրանք էլ կարծում են, որ Հայաստանի եվրոպական ուղղությունը տնտեսական ռիսկեր է ստեղծում ԵԱՏՄ-ի համար։ Գալուզինը նաև հիշեցրեց, որ Հայաստանի արտահանման շուրջ 90%-ը գնում է ռուսական եւ ԵԱՏՄ շուկա, ակնարկելով, որ եվրոպական ուղղությամբ հետագա քայլերը կարող են Հայաստանի համար տնտեսական հետևանքներ ունենալ։ Նա նաև նշեց, որ նման ռազմավարական ընտրությունը պետք է ստանա Հայաստանի քաղաքացիների հավանությունը հանրաքվեի միջոցով։ Գալուզինը շրջանցեց նաև Հայաստանով անցնող TRIP ծրագիրը, ընդգծեց, որ նախագիծը միայն կշահի, եթե դրանում մասնակցություն ունենա Ռուսաստանը։ Հայաստանից այս հայտարարությանը պատասխան եղավ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ թեև TRIP-ի մասով Ռուսաստանի հետ քննարկում չկա, սակայն քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարող է այդ ճանապարհը գործել ԵԱՏՄ կարգավորումներով։ Տիգրան, իսկ հիմա Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի մասին, որոնք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի բանակցություններից հետո արված հայտարարությունների գլխավոր շեշտադրումները։ Վահագն, մինչ այդ հարցին պատասխանելը նշենք, փաստորեն նախորդ օրերին հնչեցին երկու տարբեր ուղերձներ։ Մոսկվան շարունակում է զգուշացնել, որ Հայաստանի եվրոպական ուղղությունը կարող է տնտեսական ռիսկեր պարունակել, Եվրամիությունը Բրյուսելը հակառակը վստահեցնում է, որ պատրաստ է ընդլայնել համագործակցությունը եւ բացել իր շուկան հայկական արտադրանքի համար։ Հատկանշական է նաև ժամանակային հաջորդականությունը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից առաջ, ինչպես պարզվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, դրա նախորդ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի վարչապետի հետ։ Իսկ արդեն երեկ Երևանում Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեցին, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները մտնում են նոր փուլ։ Վարչապետի խոսքով այս հանդիպումը, ինչպես նաև դրան նախորդած 2 ամիս առաջ տեղի ունեցած հանդիպումը, ցույց է տալիս, որ Հայաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրամիությանը, քան հիմա։ Նիկոլ Փաշինյանը բացառեց նաև 2013 թվականի այն սցենարի կրկնությունը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրից եւ ընտրեց ԵԱՏՄ-ին միանալու ուղին։ Ամենաուշագրավ հայտարարությունը արեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա ասաց, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի հայ արտադրողների առաջ, ապա Եվրոպան կբացի իր 450 միլիոնանոց միասնական շուկայի դռները։ Ընդ որում նշեմ 99% գյուղմթերքի դեպքում եւ 90% խմիչքների, այդ թվում ալկոհոլ խմիչքների պարագայում։ Նա նաև նշեց, որ նման իրավիճակներում Եվրամիությունը հարուստ փորձ ունի, օրինակ բերեց Ուկրաինան եւ Մոլդովան, նաև էներգամատակարարման խնդիրների առումով։ Ըստ ֆոն դեր Լայենի Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը չունենալով Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ազատ առևտրի համաձայնագիր կկարողանա օգտվել Եվրամիության նոր հնարավորությունից մի շարք ապրանքներ արտահանելով առանց մաքսատուրքերի։ Այժմ առաջարկում եմ դիտել Ուրսուլա ֆոն դեր Լայեն Նիկոլ Փաշինյան ընդլայնված կազմով հանդիպումից մեկ հատված։
Քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա շատ չմոտենալով Եվրամիությանը։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք ձեզ կոժանդակ ենք դրանում։ Ես այստեղ եմ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրամիությունը կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար Եվրամիության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին խաղաղության process-ում։ Մենք ուզում ենք նաև ներդրումներ անել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են Եվրամիությանը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Եվ Հայաստանը շնորհիվ իր աշխարհագրական դիրքի կենսական դեր է խաղում։ Մենք այժմ 200 միլիոն եվրո ենք տրամադրել, որը մինչև 2 միլիարդ կարող ենք լծակավորել։ Տիգրան, ըստ Նիկոլ Փաշինյանի, առանց Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ազատ առևտրի համաձայնագիր ունենալու կարողանալ մի շարք ապրանքներ արտահանել առանց մաքսատուրքի բացառիկ եւ անժամկետ հնարավորություն է, բայց Փաշինյանն ասաց, դրա ազդեցությունները պետք է գնահատեն փորձագետները եւ այդ գնահատումը նաեւ մեր տաղավարում իրականացնելու համար այս պահին մեզ կմիանա ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանը։ Շնորհակալություն, պարոն Բլեյան, որ այստեղ եք։ Այսպիսով Ռուսաստանը շարունակում է խստացնել սահմանափակումները, մինչդեռ Եվրամիությունը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին եւ ընդլայնել տնտեսական համագործակցությունը։ Բայց որքանով է իրատեսական, որ եվրոպական շուկան մոտ ապագայում կարողանա փոխարինել ռուսականին համարժեքորեն։ Հաշվի առնելով Եվրամիության խիստ ստանդարտները, կա վտանգ, որ հատկապես գյուղատնտեսական արտադրողները դժվարությունների առաջ կանգնեն եւ հատկապես փոքր գյուղացիական տնտեսություններ ունեցողները, այլ ոչ թե խոշոր արտադրողները, որովհետև գուցե խոշոր արտադրողները իրենց տեղը գտնեն, բայց 1 հեկտար տարածք ունեցող, հողատարածք ունեցող գյուղացին այդպես էլ չկարողանա իր բերքը իրացնել այնպես, ինչպես որ օրինակ արտահանում էր իրականացվում Ռուսաստանի։ Խնդրեմ։ Նախ ի սկզբանե փաստորեն մենք պետք է ֆիքսենք, փաստենք, որ ըստ երևույթի Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ում, մասնակիորեն, բայց մեծամասամբ սառեցված է, որովհետև երբ մաքսային միություն ենք ասում, մենք հասկանում ենք ապրանքների, առաջին հերթին անմաքս ազատ տեղաշարժ եւ ըստ երևույթի այս պահին Ռուսաստանը սահմանափակել է մեծամասամբ մեր ապրանքների արտահանումը դեպի իրենց տարածք, նաև որպես տարանցիկության ճանապարհ սահմանափակել է Հայաստանի նկատմամբ։ Եվ ըստ երևույթի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում սառեցված է եւ այն ապոկալիպտիկ կանխատեսումները, որ մենք լսում ենք, թե ինչ տեղի կունենա, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, ըստ երևույթի չեն իրականանում։ Ինչ գալիս է Եվրոպական միությանը, ապա իրենք արդեն փորձ ունեն, թե ինչպես կարող են այս անցումային փուլում օգնել անդամակցություն ցանկացող երկրներին, նույնը Մոլդովայի պարագայում եղավ, նույնը Վրաստանի պարագայում եւ հետեւաբար Հայաստանը մի նոր ինչ որ երևույթ չէ, միանշանակ իրենք կօգնեն, որպեսզի Հայաստանը այդ անցումը անցնի եւ իդեպ մենք խոսում ենք Եվրոպական միության շուկայից, բայց երբ մենք բարձրանում ենք մեր ստանդարտները, մենք նաեւ խոսում ենք արաբական աշխարհի շուկաների մասին, որովհետև թե արաբական աշխարհը, թե եվրոպական աշխարհը, թե ամերիկյան, կանադական աշխարհը իրենք ցանկանում են բարձր որակավորում ունեցող ապրանքների ներմուծում։ Իդեպ դա նաև պետք է մեզ սպառողներից, որտեղ մեզ էլ պետք է նորմալ, առողջ, սննդակարգ եւ սնունդ եւ արտադրանք օգտագործել, օգտվել։ Իդեպ ի վերջո նաև Ռուսաստանը կբացի շուկան իրենց առջև եւ մեր արտադրանքն արդեն ավելի թանկ գնով կվաճառվի իրենց մոտ, ինչպես դա տեղի ունեցավ օրինակ Վրաստանի պարագայում։ Պարոն Բլեյան, իսկ ըստ ձեզ ինչու Հայաստանը չի շտապում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ թե ԵՄ, թե իրոք կարծում եք, որ այդ հարցի անհրաժեշտությունն այս պահին ուղղակի չկա։ Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այս պահին հարց չկա ԵԱՏՄ-ից դուրս գալ եւ Եվրամիություն մտնելու խնդիրը, այս պահին կա ԵԱՏՄ-ից դուրս գալ եւ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելը, այն ինչ մենք պետք է ստորագրենք 2013-14 թվականներին, նույն ինքը DCFTA-ը, այդ ժամանակ ստորագրեցին Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը հետ կանգնեց չստորագրեց, ստորագրեցինք SEPA, որից դուրս էր բերվել տնտեսական բաղադրիչը, եւ այս պահին մենք պարզապես խնդիր ունենք, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրել, որպեսզի ոչ թե կարճաժամկետ ինչ որ օգուտներ ստանանք Եվրոպական միությունից ոնց որ այս պահին, այլ արդեն երկարաժամկետ կարողանանք Եվրոպական միության հետ ազատ առևտրի ռեժիմով
սահմանվել եւ օգտագործել եւ օգտվել իրենց հետ։ Իդեպ ես հիշեցնեմ, որ երեք Ուրսուլա ֆոն դեր Լայան, Նիկոլ Փաշինյան համատեղ հայտարարության ժամանակ հայաստանյան 3 լրատվամիջոց, այդ թվում մենք հնարավորություն ունեցանք հարցեր ուղղելու եւ Շանտ Նյուզի հարցին վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, ԵՄ գործընկերն է, որի հետ այս ուղղությամբ այս պահին ակտիվ երկխոսություն է ընթանում։ Նրա խոսքով աշնանը նախատեսվում է համապատասխան գնահատման մոնիթորինգային առաքելության հերթական այց։ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Եվրամիությանը մոտենալու ճանապարհին շատ բան հենց կախված է մեզնից Հայաստանից եւ իրականացվող բարեփոխումների որակից։ Նրա խոսքով այս գործընթացի հատկապես վիզաների ազատականացման մասով հայ հասարակության ակնկալիքը մեծ է եւ իշխանությունները պատրաստ են արագ եւ արդյունավետ առաջ տանել այս հարցը։ Այո, իսկապես մեր շատ քաղաքացիների է հետաքրքրում, թե ի վերջո երբ կկարողանան առանց վիզայի այցելել Եվրոպա, բայց եզրափակելով մեր այս զրույցը, ես մեկ հստակեցնող հարց եւս ունեմ, պարոն Բլեյան, ձեր կարծիքով, այսինքն մեր գյուղացիները այդքան էլ մեծ խնդրի առջև չեն կանգնի հատկապես կարճաժամկետում իրենց բերքը իրացնելիս, թե գնի մասով եւ թե առհասարակ արտահանում իրականացնելու եւ ձեր կարծիքով Եվրամիության շուկան իսկապես համարժեք է ռուսականին։ Գիտեք, նախ Եվրոպական միության շուկան 450 միլիոն բնակչություն ունի, այսինքն 450 միլիոն եւ վճարունակ եւ գնողունակ ավելի մեծ շուկա է, քան ռուսական շուկան, եւ հետեւաբար իհարկե գյուղացիները միգուցե կարճաժամկետ հատվածում ունենան ինչ-ինչ խնդիրներ ադապտացվելու, հա, այս ստանդարտներին համապատասխանեցնելու եւ այլն, բայց երկարաժամկետ սա ավելի հուսալի շուկա է եւ նորից եմ ասում, ես վստահաբար կարող եմ ասել, որ ինչ որ ժամանակ հետո, միգուցե 1 ամիս հետո, միգուցե 1 տարի հետո ռուսական շուկան, ԵԱՏՄ շուկան նույնպես մեր համար բաց կլինեն, ընդ որում ԵԱՏՄ անդամ առանձին պետություններն արդյոք բաց են, մենք կարող ենք այլ պետությունների միջոցով համագործակցել Ղազախստանի, Ղրղստանի հետ, մենք գիտենք, որ նույնիսկ Բելարուսի հետ մենք ունենք տնտեսական համագործակցություններ, առևտրային համագործակցություն։ Հետևաբար բենզինի մասով։ Այո, հետևաբար միանշանակ կարող ենք ասել, որ խնդիրները հաղթահարելով է, որ կարող ենք մենք գնալ առաջ։ Շնորհակալություն գործընկերներ։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ տաղավարում էին Տիգրան Հովակիմյանը եւ Արնոլդ Բլեյանը եւ մենք զրուցում էինք Հայաստան-Եվրամիություն-Ռուսաստան հարաբերություններում տեղի ունեցած այս շաբաթվա զարգացումների մասին։